Ազգային ժողովի նիստում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է կիբերանվտանգության հարցերը լուծող հատուկ անկախ մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նոր մարմինը պետք է ստեղծի խորհրդարանը։ Այն կազմված կլինի 5 անդամից բաղկացած հանձնաժողովից, որը նույնպես կձևավորի ազգային ժողովը։ Նախարարը կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքին պետք է ներգրավվեն բարձրակարգ մասնագետներ եւ փորձագետներ շատ բարձր որակավորմամբ եւ կարողություններով։ Կիբերպաշտպանությունը ազգային անվտանգության սպառնալիքների տեսանկյունից լուրջ բաղադրիչ է, նշել է Հայրապետյանը։ Կիբերանվտանգության գծով համապատասխան կառույցներ նախատեսվում է ներդնել պետական կառավարման մարմիններում եւ մասնավոր հատվածում։ Նախատեսվում է նաեւ գործարկել կիբերանվտանգության ծառայությունների համակարգը։ Առաջին փուլում համակարգը նախատեսվում է ներդնել ներգրավվելով կրիտիկական ենթակառուցվածքներով ընկերությունների, ասել է նախարարը։ Այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի եւ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։